Բազմազավակ ընտանիքների բնակապահովումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղված քայլերն ու ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերը քննարկվել են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանի ներկայացմամբ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության առանցքում մարտն է իր նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Ըստ այդմ ռազմավարության սյուներն են ընտանիքի բարեկեցությունը, առողջության խթանումը, ակտիվ ծերությունն ու միգրացիայի կառավարումը։ Փաստաթղթի վերջնանպատակն է 2040 թվականին նվազեցնել Հայաստանում բնակչության ծերացման միտումները կրճատել 20%-ով, երիտասարդացումը ապահովել 30%-ով գրանցելով աճ եւ բնականաբար հնայի, ինչպես նաեւ մարդկային զարգացման ինդեքսի զգալի խթանում ունենալ։ Նիստի օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության նոր ծրագիրը։ Նախատեսվում է, որ այն առաջիկայում կընդունվի եւ կուղղվի այն ընտանիքներին, որոնք ունեն բնակարանային աջակցության առավել մեծ կարիք։ Սա բառի ուղի իմաստով քաղաքացիներից եկող առաջարկի հիման վրա ենք մենք նախագծե, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ մեզ ինձ վարչապետին հաճախ դիմում էին հետևյալ հարցով, որ ունենք այսքան երեխա 6, 7, 8, բայց չենք կարողանում օգտվել որևէ այս պահին գործող պետական աջակցության ծրագրից, կլինի դա երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագիրը, 16 միլիոնների ծրագիրը, այլ ծրագրեր, նույնիսկ հաճախ ասում էին, տեսեք, այլ խմբի համար կա, օրինակ նույն Ղարաբաղից տեղահանվածների համար կա ծրագիր եւ այնտեղ էլ ընտանիքի անդամների թվով սերտիֆիկատներ կան ու մենք սկսեցինք մտածել, որ երևի ժամանակն է, որ առնվազն բազմազավակ ընտանիքների համար ինչ որ առանձին ծրագիր անենք, որոշակի վիճակագրություն փորձեցինք հավաքել, իդեպ այս մասով բավական բացեր ունեն մեր համակարգերը, երևի դրա մասն էլ է պետք խոսել, որովհետև ինչ որ մի թվականից հետո են միայն քկագում գրանցված երեխաները որպես ընտանիքի անդամ, իսկ մինչ այդ թվային տվյալներ չկան, եւ մենք փորձեցինք համայնքներից հավաքել ինֆորմացիա։ Պետական աջակցությունը երեխաներ ունեցող ընտանիքներին շարունակում է մնալ սոցիալական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Խորհրդի նիստում ներկայացվել են բնակապահովման գործող եւ մշակվող ծրագրերը, քննարկվել են դրանց կիրառման հնարավորությունները, նաեւ ընտանիքների կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու մեխանիզմները։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է 1775 ընտանիք, որոնց տրամադրվել է 1.5 միլիարդ դրամի աջակցություն։ Առաջիկա օրերին վճարումներ կստանա եւս 300-ից 400 ընտանիք։ Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրի շահառու է դարձել 17000 ընտանիք, իսկ պետական բյուջեից հատկացվել է 12.6 միլիարդ դրամ։ Ծրագիրը մեկնարկել էր ի սկզբանե 3 տարով, այսինքն ծրագրի հենց վերնագրում նշված էր 20-23 թվականների համար։ 23-ի ավարտին, երբ իրականացվեցին վերլուծություններ, շահառուների տվյալները, հարցումներ իրականացվեցին ազգային ինստիտուտի կողմից, այսինքն խոսեցին բոլոր շահառուների հետ եւ արդյունքները ցույց տվեցին, որ ծրագրերը հատկապես առաջին եւ երրորդ բաղադրիչները, մարզայինը եւ երեխայի ծննդով պայմանավորվածը մեծ պահանջարկ են վայելում եւ մենք նույնիսկ բազմաթիվ զանգեր էինք ստանում, նամակներ էինք ստանում առայն թե արդյոք շարունակվելու են ծրագրերը, որպեսզի մարդիկ պլանավորեին երեխա, հաշվի առնելով ծրագրի գործոնը։ Եվ արդյունքում 24 թվական մարտ ամսին 381 Լ որոշմամբ ծրագրի ժամկետը երկարաձգվեց եւս 3 տարով, այսինքն մինչեւ 26 թվականի ավարտը, բայց մենք այստեղ ոչ միայն ժամկետը երկարաձգեցինք, այլ նաեւ պայմանները վերանայեցինք, հաշվի առնելով նախորդ տարիների բացերը։ Ժողովրդագրական մարտահրավերների պայմաններում պետության կողմից իրականացվող ծրագրերը միտված են ոչ միայն սոցիալական աջակցության ընդլայնմանը, այլև ընտանիքների համար ավելի կայուն պայմանների ստեղծմանը։ Եթե խոսենք աջակցության չափերի մասին, ապա երկու երեխայի դեպքում դա կլինի մինչև 1 միլիոն դրամ, ինչու մինչև, որովհետև աջակցությունը հաշվարկվում է տան արժեքի հիման վրա, այսինքն տան արժեքի 5%, բայց ոչ ավել քան 1 միլիոն դրամ։ 3 երեխայի դեպքում դա կլինի 1.5 միլիոն մինչև եւ 4 եւ ավել երեխաների դեպքում կլինի մինչև 2 միլիոն դրամ։ Իսկ եթե գույքը ձեռք կբերվի սահմանամերձ բնակավայրում կամ այն բնակավայրերում, որտեղ դպրոցներ եւ մանկապարտեզներ են կառուցվում, ցանկը հստակ կառավարության որոշմամբ հավելվածով ներկայացված է, ապա այս դեպքում աջակցությունը նշվածս չափերի դեպքում կավելացվի եւս 50%-ով։
Եվ ինչպես նշեցի, աջակցությունն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը կամ դրա բացակայության դեպքում ուղղվում է հիպոթեկային վարկի մայր գումարի մարմանը։ Իսկ կառուցապատման վերքի դեպքում միանշանակ միայն մայր գումարի մարմանը։ Նոր նախաձեռնությունների շրջանակում նախատեսվում է մեծացնել աջակցությունը հատկապես բազմազավակ ընտանիքներին, նպաստելով նրանց բնակարանային պայմանների բարելավմանը եւ երեխաների համար անվտանգ ու բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ Այստեղ կարևոր է, որպեսզի տվյալ հիպոթեկը առնվազն 12 ամիս գործող լինի եւ ուշացումները վերջին 12 ամիսների 30 օրը չգերազանցեն, կրկին պիտի չունենան այլ սեփականություն նույն պայմաններով, կրկին տանարժեքի սահմանաչափ ունենք եւ կարեւոր է որպեսզի ընտանիքը դիմի մինչեւ երեխայի 1 տարին լրանալը։ Աջակցության չափը առաջին եւ երկրորդ երեխայի ծննդով մինչեւ 500,000 է, այստեղ մինչեւը պայմանավորված է նրանով, որ մնացորդի հիման վրա ենք հաշվարկում, այսինքն մնացորդի 10%, բայց ոչ ավել քան 500,000 դրամ, իսկ երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում մինչև 2 միլիոն դրամ է եւ կրկին, եթե գույքը ձեռք էր բերվել սահմանամերձ բնակավայրում կամ դպրոց մանկապարտեզ կառուցվող բնակավայրում, կրկին աջակցությունը ավելացում է 50%-ով, իսկ եթե միաժամանակ մեկից ավել երեխաներ են ծնվում, զույգի երեխա եւ այլն, աջակցությունը յուրաքանչյուր երեխայի համար է, այսինքն զույգի դեպքում կրկնապատկվում է եւ այդպես շարունակ։ Ըստ նախարարության հասարակական խորհրդի քննարկումները կարևոր փուլ են ծրագրերի վերջնականացման գործընթացում, իսկ ներկայացված առաջարկները կքննարկվեն հետագա աշխատանքներում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։